Գիտեք, այսօր ես մտածում եմ, ասում եմ, աշխարհը ինչքան է խառնված մարդկությունը, սենց սա խառնված են իրար, ամեն մարդ իր դեմի բարձունքն է վազում, ով է լսում ինչ եմ ասում, ամեն մարդ իր դեմի հատ բարձունք է տեսել, վազում է, մեկը իր այդ կարիերայի բարձունքն է ուզում հասնի, մեր անունը դնենք Սար ավելի բարձր քան բարձունքը, մեկը ֆինանսական այդ վերելքներին է ուզում հասնի, մեկը իր հաջողության բարձունքներին, սարերին, ու լիքն են սենց սարեր, ամեն մարդ իր դեմն է վազում, ամբողջ կյանքը, իր ամբողջ ռեսուրսը դրել է, որ այդ բարձունք ինքը նվաճի, հա, եւ այդ սարերի մեջ շատ են, բազմահազար են, եւ մարդ իր մեջ կա այդ բանը, որ նվաճի հասնի այդ բարձունքին, եւ այդ սարերի մեջ կա մի հատ սար, որ կոչվում է Սուրբ Սար, որտեղ Տիրոջ բնակարանն է, բայց քչերն են այդ սարը նկատում, այդ սարը նկատելու համար պետք է Աստծո լույսը եւ Աստծո ճշմարտությունը, որ կարողանա տարբերել այդ սարը մնացած սարերից, այդ սարի առանձնահատկությունն էլ հասկանալու համար պետք է Աստծո ճշմարտությունը, իսկ լույսը նկատելու համար։ Սաղմոս 43-ում 3-րդ խոսք հետեւյալն է ասում. Ուղարկի քո լույսը եւ քո ճշմարտությունը, նրանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դեպի քո սուրբ սարը եւ դեպի քո բնակարանները։ Աղոթք կա Տեր, ուղարկիր այդ լույսը եւ քո ճշմարտությունը, որ սրանք ինձ ինչ առաջնորդեն դեպի սուրբ սարը։ Այսօր գոնե թե այստեղ նստողները այդ լույսը տեսել է, եթե այդ լույսը չլիներ, դու այսօր չէր լինելու։ Դու հասկացել ես այդ լույսը, Աստված մեր խավարած մտքերը լուսավորել է, մենք որ մի անգամ խորը քնի մեջ էինք, Տեր այցելեց լուսավորեց եւ հասկացանք ինչումն է բանը, մեր երկիր գալու նպատակը, եւ հասկացանք ճշմարտությունը որն է, եւ այսօր դրա համար դու այսօր այստեղ ես։ Բայց մի հատ կարևոր բան կա, որ պետք է նվաճես ու բարձրանաս այդ սարը, Սուրբ Սարը։ Որտեւ ասում է ուղարկի, որ իրանք ինչ առաջնորդեն դեպի այդ Սուրբ Սարը։ Այսօր Աստծո լույսը եւ Աստծո ճշմարտությունը այսօր մեզ առաջնորդում է, ես ու դու առաջնորդվում ենք արդյոք։ Ինքը մեզ տանում է, բայց մենք գնում ենք, թե նայենք, այս ինչ սարամեծ։ Դա Սուրբ Սար է Սարյանը եւ այնտեղ Տիրոջ բնակարաններն են։ Շարունակության մեջ եւ ես մտնեմ դեպի Աստծո սեղանը իմ ուրախության եւ ցնծության Աստծո մոտ եւ գոհանամ քեզանից, քնարով ով Աստված իմ Աստվածը։ Այնտեղ գնացողը ցնծության է գալիս, ուրախանում է իր Աստծով, որովհետեւ այնտեղ Աստծո ներկայությունն է։ Այսօր են պահն է, այսօր են վայրն է, որ պետք է բարձրանանք այդ սարը։ Մի անգամ Հիսուսը աշակերտներից վեցեց Պետրոսին, Հովհաննեսին, Հակոբոսին եւ սարը բարձրացան եւ այնտեղ այլակերպեց Հիսուսը եւ այս երեքին մնացել էր մի բան ասելու Տեր, այստեղ վրաներ թողնենք դնենք եւ այստեղ մնանք։ Մոռացել են տուն, տեղ, երեխա, չգիտեմ, զոքանչ, ամեն բան մոռացել են, ձգնորսություն քո ներկայության մեջ։ Մենք այսօր գալով այստեղ հիմա կարան գնանք Աստծո ներկայության մեջ։ Մենք այստեղ հավատքով, եթե ամեն բան թողես դու դրսում եւ նպատակը լինի Հիսուսի հետ հանդիպելը, դու այսօր այդ սարը կբարձրանաս եւ կհանդիպես Հիսուսի հետ։ Եվ կվայելես իրան, եւ ստեղից ոչ ոք քեզ չի կարող ուղարկի։ Հիմա ուզում եմ, որ ոտքի կանգնես ինձ հետ եւ ես համար իրար հետ ասենք. Ինչու ես տրտում 5-րդ խոսքը, ով իմ անձը, եւ ինչու ես շփոթված ինձանում, Աստծուն հուսացիր, որովհետեւ ել կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունը եւ իմ Աստվածն է։ Այսօր ժամանակն է գոհանալու իրանից։ Ինքը մեր փրկությունն է, ժողովուրդ։ Մենք փրկություն ունենք այսօր Աստծուով։ Դու այսօր փրկված ես։ Տերը խոստացել է դրա համար մեծ զոհարել իր միացի որդին։ Այսօր կանչում է իր մոտ, ասում արի, բարձացիր, թող այդ ամենը, այն ինչ որ ունայն է, այն ինչ որ ժամանակավոր է, թող բարձացի արի մոտ, արի իմ ուրախության, իմ ներկայության մեջ։ Օրհնյալ ես ամենակարող Աստված իմ։